Այսօր մեզ է միացել միգրացիոն փորձագետ Աթևիկ Բեժանյանը, բարև ձեզ։ Վերեք սկսենք ամենաթարմից, հունիսի 30-ից առանց վիզայի Ռուսաստան մեկնողները պետք է անցնեն թվային հաշվառում, մեկնելուց 72 ժամ առաջ։ Ինչ է վկայում այս խստացումը։ Այս խստացումը երկու փուլով իրականացվող միգրացիոն հերթական փոփոխությունն է, որի առաջին հատվածը սկսվել է դեռևս 2024 թվականի դեկտեմբերին, երբ 24-ի դեկտեմբերից մինչև 25 թվականի հունիսի 30-ը Մոսկվայի բոլոր օդանավակայաններում, Մերձմոսկովյան Ժուկովսկի օդանավակայանում և մեկ ցամաքային սահմանակետում ներդրեցին մուտքի պահին միգրանտների մատնահետքի հանձնում, դակտիլոսկոպիան, այնտեղ կենսաչափական տվյալների հանձնումը և հաշվառումը։ Իսկ արդեն հունիսի 30-ից ուժի մեջ է մտնում նոր փոփոխությունը, ըստ որի ոչ վիզային ռեժիմի երկրների քաղաքացիները, այդ թվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ՌԴ մեկնելուց առաջ առնվազն 72 ժամ առաջ պետք է բջջային հավելվածի միջոցով, որը դեռ պատրաստ չի, RUID հավելվածի միջոցով, պետք է լրացնեն իրենց տվյալները, տան թույլտվություն, որ Ռուսաստանի Դաշնության պատկան մարմինները այդ տվյալների հետ որոշակի աշխատանք անեն, որից հետո եթե կստանան թույլ տվող հավաստող կոդ, ապա սահմանապահը թույլ կտա, որ օտարերկրացին մուտք գործի Ռուսաստանի Դաշնության տարածք։ Կապ չունի մարդ տոմսը գնել է, թե չի գնել։ Ոչ, նշանակություն չունի։ Քանի դուք չունեք այդ կոդը, դուք չեք կարող, սահմանապահը ձեզ թույլ չի տա ուղղակի, որ մուտք գործեք Ռուսաստանի Դաշնության տարածք։ Երբ որ կունենաք այդ կոդը, ապա դա նշանակում է ունեք թույլ տվություն մուտք գործելու Ռուսաստանի Դաշնության տարածք։ Իսկ արտակարգ իրավիճակների դեպքում, իդեպ դա էլ բացած չէր, ինչ ասել է արտակարգ իրավիճակ, առնվազն 4 ժամ առաջ։ Ռուսաստանը մտցնում է նոր սահմանափակումներ բանկային փոխանցումների վրա, եթե բացված չէ բանկային հաշիվ։ Իդեպ այդ բանկային հաշիվները բավականին հետաքրքիր պրոցես է։ Այս ամբողջ միգրացիոն փոփոխությունների մեջ, հատկապես փետրվարի 5-ի փոփոխությունից հետո, երբ ռեժիմ վիսելկին ուժի մեջ մտավ, բանկերը շատ ակտիվ ներգրաված են այդ պրոցեսում։ Եվ երբ որ մարդիկ ուրեմն հայտնվում են վերահսկվող անձանց ռեեստրում, առաջինը սառեցվում են նրանց բանկային հաշիվները։ Եվ բանկային փոխանցումներն էլ են սահմանաչափով լինելու, որովհետև օրինակ միգրանտների մի խումբ աշխատում էր, նրանց մի մասը գրանցված էր, մի մասը գրանցված չէր, կամ աշխատավարձը պայմանագրում ուրիշ թիվեր իրենք այլ գումար էին ստանում, կամ նրանցից մեկի անունով ամբողջ գումարը ուղարկում էին իրենց Ուղարկումը պետք է բանկային հաշիվ ունենա։ Բանկային հաշիվ պետք է ունենա եւ սահմանաչափ է դրված, այսինքն ինքը այդ գումարից ավել չի կարող փոխանցել եւ այստեղ շատ կարեւոր է լինելու, իսկ դու ինչքան գումար ես աշխատել։ Օրինակ քո պայմանագրում նշած է 50,000, բայց դու ամեն ամիս ուղարկում ես 150,000, իսկ որտեղից քեզ այդ 150,000-ը։ Այսինքն այստեղ նույնպես վերահսկողությունն է մտցնում պետությունը այս գործարքները հսկելու առումով։ Հիմա հաջորդը, որ ըստիս ամենաբարդն է հասկանալը, վերաբերում է Մոսկվայի մարզին, որում էքսպերիմենտ է համարվում, միգրանտների հաշվառում եւ վերահսկման նոր մեխանիզմների մասին է խոսքը։ Եթե թույլ կտաք, ես ռուսերեն, ընթերցանեմ։ Обязательная регистрация на по месту нахождения. Дактилоскопия, биометрическое фотографирование и мониторинг геолокации абонентных устройств. Այստեղ բացառություն են միայն Բելարուսի քաղաքացիները եւ դիվանագետները։ Ինչ են կստանում այս փոփոխությամբ։ Ուրեմն Որում ասում են, եթե էքսպերիմենտը հաջող համարվի, իսկ հաջողության նշան չգիտես որն է, կկիրառվի Մոսկվայի արդեն մյուս մարզերում, Ռուսաստանի ամբողջ տարածքում, այո։ Այս էքսպերիմենտի մասին իդեպ եւս 2018-19 թվական, երբ փոփոխությունները դեռևս նախատեսվում էին, այս մասին այնտեղ խոսվում էր, հիմա կարծես թե միսուարյուն է ստանում այդ փոփոխությունը։ Բանն անում է, որ դարձյալ բջջային հավելվածի միջոցով հնարավոր է լինելու ռեգիստրացիա անել, բայց այդ բջջային հավելվածը, որի մեջ անձը իր տվյալները ներբեռնում է եւ կարողանում է ռեգիստրացիա անել, հնարավորություն է տալու տվյալ միգրանտի գտնվելու վայրը տեղորոշել, գեոլոկացիան տեղորոշել։
Այսինքն, այն որ 21 թվականից արդեն մատնահետքը հանձնում էին, ստանում էին առանձին քարտ, չգիտեմ, բուրժզննում էին անցնում էր։ Հիմա դրանք բոլորը նախ հունիսի 30-ից միգրանտի էլեկտրոնային պրոֆիլն է ձևավորվում, որտեղ իր բոլոր տվյալները ներառվելու են։ Մատնահետքը, ձայնագրությունը, տեղաշարժվելու դեպքում։ ամեն ինչ էլեկտրոնային պրոֆիլում կետ կա, եթե միգրանտը տեղաշարժվում է, պետք է 3 օրվա ընթացքում ոստիկանության Հիմա դրան եմ անդրադառնում։ Այսինքն, այդ բազան հունիսի 30-ից սկսում է հավաքվել միգրանտի էլեկտրոնային պրոֆիլը։ Իսկ արդեն սեպտեմբերի 1-ից ռեգիստրացիան, որ թույլ կտան, որ հեռախոսի բջջային հավելվածի միջոցով լինի, արդեն նրա գտնվելու վայրը գեոլոկացիան կկարողանան այդ համակարգի միջոցով տեղորոշել։ Ռուսաստանի Դաշնության միգրացիոն օրենսդրության համաձայն, էլ ճիշտ օտարերկրացիների գտնվելու բնակվելու մասին օրենքի համաձայն, օտարերկրացին պետք է հաշվառվի միգրացիոն հաշվառման կանգնի իր իրական բնակության հասցեով։ Ես ձեր հաղորդումների ընթացքում եմ բազմաթիվ անգամ ասել, որ եթե այդպես չի անում, ընդհանուր մինչև քրեական պատասխանատվության կարող է ենթարկվել ազատազրկվելով 1 տարի ժամկետով։ Բայց ցավոք միգրանտների միստվար զանգված եւ հիմնական մասը իրենք չեն բնակվում այն հասցեում, որտեղ հաշվառվել են, կամ չեն հաշվառում այն հասցեում, որտեղ իրենք բնակվում են։ Սա քրեորեն պատժելի արարք է, բայց անգամ այս քրեական պատասխանատվության արկայությունը միգրանտներին որևէ կերպ չի խոչընդոտում, չի խանգարում, որ իրենք շարունակեն ուղղակի այդ հաշվառումը ունենալ ինչ որտեղ, բայց բնակվել մեկ այլտեղ։ 2018 թվականին դարձյալ օրենքում փոփոխություն արեցին եւ նշեցին, երբ որ անձը իր բնակության վայրից, այնտեղ որտեղ ռեգիստրացիա եղել, 7 օրից ավել կբացակայի, տանտերը պարտավոր է տվյալ միգրանտին հանել հաշվառումից։ Մենք ցավոք նաև դեպքեր էինք ունենում, երբ որ մարդը 7 օրից քիչ էր բացա, 5 օրով կամ 3 օրով ինչ որ տեղ էր գնում եւ տանտերը հանում էր հաշվառումից, այդ դեպքում ես միշտ խորհուրդ էի տալիս գնացքի ավտոբուսի տոմսը պահել, կողքի խանութից արված գնումների չեկերը պահել եւ այլն։ Եվ այս պարագայում գոնե դատանում կարողանում ենք ապացուցել, որ մարդը ավելի քիչ ժամանակ է բացակայել եւ նրա ռեգիստրացիայի չեղարկումը անօրինական է եղել։ Իսկ հիմա դրա կարիքը բացարձակ չկա։ Հիմա արդեն անձը, որը պետք է ռեգիստրացիա լինի իր իրական բնակության վայրում, եթե ինքը ռեգիստրացիա է լինում այլ հասցեում, բայց ապրում է մեկ այլ հասցեում, բջջային հավելվածով գեոլոկացիան միանգամից որոշում է, տեսնում է, որ ինքը բնակվում է այս հասցեում, գիշերում է այս հասցեում, երկար մնում է այդ հասցեում, եւ դա նշանակում է, որ ինքը հաշվառված չի իր իրական բնակության հասցեում, այսինքն այս մասով փորձում են այս օրենքի խախտումը վերացնել, մյուս կողմից, եթե անձը կբացակայի 3 օրից ավել իր բնակության վայրից, պարտավոր է ոստիկանությանը տեղյակ պահել դրա մասին։ Հիմա ես նույնիսկ չեմ պատկերացնում, թե սա ինչ մասշտաբի, ինչ ծավալի միգրանտների խնդրի առաջ կկանգնեցնի, որովհետև նորից եմ ասում, մեծ մասը միգրանտների պարզապես ունեն որևէ հաշվառում, բայց չեն ապրում տվյալ հասցեում։ Եվ եթե սեպտեմբերի 1-ից սկսեց կիրառվել այս գեոլոկացիայով տեղորոշելը, որտեղ են գտնվում միգրանտները, սա լուրջ խնդիրների է բերելու, որովհետև եթե անձը 3 օրից արտաքսման խնդրի թե անշուշտ, այսինքն նախ անձը հայտնվում է վերահսկվող անձանց ռեեստրում, իսկ դրա այդտեղ հայտնվելուց հետո հետևում է վիսիլկա, այսինքն արտաքսումը առանց դատարանի որոշման միայն ոստիկանի։ Տեսեք, Արգելի Տատևիկ, ինչն է այստեղ մի քիչ անհանգստացնողը։ Այս process-ին, ինչի մասին մենք խոսում ենք արդեն որ երրորդ անգամ, այսօր խառնվել է քննչական կոմիտե Ռուսաստանի կոմիտեի նախագահ Բաստրիկինը, նա ասում է Ռուսաստան մեկնողները ապագա հանցագործներ են։ Մի տեսակ անհասկանալի հայտարարություն է, կանխավ իմանալ հանցագործներ են գնում Ռուսաստան, թե ոչ, եւ դա վերաբերում է բոլոր հետխորհրդային տարածքներին, ենթադրում եմ, չէ։ Եվ ոչ միայն բոլորին։ Ինչ կա սրա տակ, ուր է տանում այս աղբեկում։ Գիտեք, ցավոք այս արտահայտությունները նոր չեն եւ առնվազն
որքան ես աշխատում եմ այս դաշտում, մի 15-16 տարի, ես անընդհատ լսում եմ այդ արտահայտությունները, որ միգրանտները հիմնականում հանցագործներ են, որ միգրացիայի այս օրենսդրության խստացումը ինքը պայքար է հանցավորության դեմ եւ այլն։ Բայց ամբողջ աբսուրդը նրանում է, որ երբ ուսումնասիրում ենք հանցագործություն կատարածների ստատիստիկան Ռուսաստանի Դաշնության, միգրանտները այնտեղ շատ փոքր թիվ են կազմում։ Եվ տարեց տարի այդ թիվը նվազում է։ Եվ նվազում է շատ ինտենսիվ ձևով եւ հայտարարել, որ նրանք ապագա կամ պոտենցիալ հանցագործներ են, որոնք մուտք են գործում Ռուսաստանի Դաշնության տարածք, ես ուղղակի նույնիսկ չեմ էլ մեկնաբանի այս արտահայտությունը, բայց կարող եմ նշել, որ միգրանտները միշտ եղել են շատ հեշտ թիրախ խումբ, երբ որ երկիրը կանգնած է որոշակի մարտահրավերների առաջ, ինչ որ ճգնաժամային իրավիճակ է, միշտ ուշադրությունը շեղելու համար պետք են շատ հեշտ թիրախներ, կարելի է մեղադրել քո տվյալ պահին եղած իրավիճակի համար։ Իսկ միգրանտները ամենահեշտ խումբն են թիրախավորելու համար։ Եվ տարածում են հիվանդություններ, անում են հանցագործություններ, չգիտեմ, այսինքն այս արտահայտությունները ցավոք նոր չեն, եւ հիմա ուղղակի կրկին իրենք հետևում են այդ ռետորիկին իմիջիալս խոսում է արդեն թվային տվյալներով 20,000 միգրանտի պատերազմ ուղարկելու մասին։ Ընդ որում 10,000-ն արդեն այնտեղ են, ճակատում են։ Մենք ունենք տեղեկություններ մեր մասով ինչ կա այստեղ։ Ես ցավոք չունեմ, որովհետև քաղաքացիություն Այսինքն ի վերջո այստեղ միգրանտն ինքն է ընտրում ռազմաճակատ գնալու։ Երկու տարբերակներ կա, նախ 22 թվականին շատ մեծ ագիտացիա էր գնում միգրանտների շրջանում, ընդհանուր Սախարովում գտնվող բազմաֆունկցիոնալ կենտրոնը, որտեղ միգրանտները գնում էին բուժզննում անցնելու, այնտեղ նույնիսկ միգրանտների մայրենի լեզվով շատ մեծ ագիտացիա էր արվում, որ գնան Ռուսաստանի Դաշնություն, նույնիսկ օրենքում փոփոխություն արեցին, հեշտացված կարգով միգրանտներին քաղաքացիություն տրամադրելու առումով, այսինքն ամեն ինչ արվեց, որ եթե որ մարդուն շահագրգռեն, որ ինքը կնքի պայմանագիր եւ կամավոր որպես պայմանագրային զինվորական գնա ռուսական բանակի կողմից Ուկրաինայում կռվելու։ Եվ հիմա էլ որևէ բան չի փոխվել, այդ process-ը շարունակվում է, անշուշտ այնտեղ կան մարդիկ, որոնք հենց այդ ռոպագանդայի արդյունքում են գնացել, բայց ցավոք կան դեպքեր էլ, երբ որ առնվազն երկու այդպիսի դեպք ունեին, երբ որ դիմել էին խորհրդատվության համար, մարդիկ գնացել էին փաստաթղթերը ներկայացնելու, իրենց տվել էին մի խուրձ փաստաթուղթ, որ պետք է ստորագրեն, որի մեջ եղել էր նաև այդ պայմանագիրը։ Եվ իրենք անակնկալի էին եկել, երբ որ իրենց ասել են, որ դուք ստորագրել եք եւ պետք է գնաք, ես ասեցի անմիջապես լքեք ՌԴ տարածքը։ Մյուսը, երբ որ անձին կանչել էին քննչական կոմիտե եւ ասել էին, որ ինքը ինչ որ գործով անցնում է որպես վկա մի տարածքում, որտեղ ինքը երբևէ չէր եղել։ Քննիչը երկու անգամ կանչել էր, երրորդ անգամ ասել էր. դու ունես հնարավորություն կնքելու պայմանագիր եւ մեկնելու ռազմաճակատ, այլապես դու վկայից կվերածվես կասկածյալի։ Եվ էլի իմ խորհուրդն է շատ արագ ուղղակի լքել ՌԴ տարածքը։ Նման դեպքերում, եթե մարդկանց նկատմամբ լինում է այդպիսի ճնշումներ, ես այլ պատասխան քան անմիջապես լքել ՌԴ տարածքը ուղղակի չեմ տալիս։ Բայց ասել թե նրանց մեջ քանի տոկոսն են նման իրավիճակում հայտնվել, պատահաբար կամ հարկադրաբար գնացել, չեմ կարող ասել, բայց որ անշուշտ նաև կան խրախուսական միջոցներ եւ մարդկանց փորձում են ինչ-ինչ պայմաններով խրախուսել, որ կնքեն եւ գնան, դա կա եւ շարունակվում է։ Մի հակադարձ հարց է առաջանում։ Միգրանտներն առաջ խնդիրներ չէին ստեղծում, եթե այդպես։ Ես կարծում եմ այդպիսի էական փոփոխություն չի եղել, անշուշտ նրանք, ովքեր ինչ որ պահի դառնում են անօրինական, կարգավիճակը իրենց դառնում է անօրինական, անշուշտ դա կարող է բերել խնդիրների, բայց ասել, որ բոլոր միգրանտները, նրանք անպայման հանցագործներ են, խնդիրներ են բերում եւ պետք է պայքարել նրանց դեմ, դա աբսուրդ է։ Իսկ աշխատուժի հարցը ինչպես է լուծում Ռուսաստանը այս դեպքում, չէ՞։ Սա հենց այդ ռեսուրսը չի, որ Ռուսաստանում միշտ պահանջված է եղել։ Անշուշտ, բայց հիմա Ռուսաստանի Դաշնության պատկան մարմինները նշում են, որ իրենք ունեն
ալտերնատիվ տարբերակներ, աֆրիկյան երկրներ, Հյուսիսային Կորեա, որ իրենք կարող են այլ երկրներից եւս ունենալ աշխատանքային միգրանտներ եւ ՌԴ տարածքում արդեն նաեւ նկատելի են, որ կան այդ երկրներից եկող միգրանտներ եւ իրենք խրախուսում են նաև դիվանագիտական կապերը այդ երկրների հետ ամրապնդելով խրախուսում են այդ երկրներից եկող միգրացիոն հոսքերը։ Ես կարծում եմ, որ մենք առաջիկայում կտեսնենք ՌԴ-ում միգրացիոն հոսքերի պատկերի որոշակի փոփոխություն։ Հայաստանից հասկանալի է մեր մտահոգությունը։ Բուն Ռուսաստանում համայնք ասեմ հայության խնդիրներով զբաղվող կառույցներ կան, որոնք այսպիսի դեպքերում պետք է արձագանքեն արագ։ Եթե մենք խոսում ենք հայության մասին, ապա դրանք սփյուռքան կազմակերպություններն են։ Եթե մենք խոսում ենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքների մասին, այդպիսի կառույցներ չունենք։ Իրավամբ այդ գործառույթը պետք է իրականացվի դեսպանատների հպատոսությունների միջոցով, բայց բավականին պետք է ասեմ, որ շատ սահմանափակ թվով աշխատողների պարագայում եւ մեծ ծավալի աշխատանքի պարագայում մենք այդ աշխատանքը դեռևս Ռուսաստանի Դաշնությունում այն ծավալով ինչ որ պետք է իրականացնենք, մենք չենք իրականացնում։ Դեսպանատան մասին։ Դեսպանատների հպատոսությունների, որոնք մենք ունենք։ Մենք ունենք մեկ դեսպանատուն եւ ունենք 5 հպատոսություններ, որոնք իրականացնում են փաստաթղթային գործառույթներ։ Անշուշտ ես չեմ կարող ճշմարտության դեմ մեղանչել եւ չասել, որ այո ունենք դեպքեր, երբ որ մարդը օրինակ խախտվել է մարդու իրավունքը, հայտնվել է միգրանտների պահման վայրում եւ կա հրատապ արձագանքելու հնարավորություն, եթե դիմում են օրինակ թեժգծին կամ ինձ են դիմում, ես անմիջապես դիմում եմ ուղարկում մեր արտաքին գործերի նախարարություն կամ դեսպանատներ եւ շատ արագ արձագանքում են իրենք, բայց դա գիտեք ինչպես է, դա հստակ մեխանիզմ չի։ Ես շատ կուզենայի, որ մենք ունենայինք աշխատանքային կցորդ կամ ունենայինք աշխատանքային միգրանտների իրավունքներով զբաղվող թեկուզ սոցիալի զբաղվածության ներկայացուցիչ, ինչպես որոշ երկրներ ունեն, որևէ ներկայացուցիչ, որի արկայության պարագայում մարդիկ իմանային ում դիմեին, որտեղ երկրներ կա, որ ես շատ հաճախ եմ լսում, երբ որ միգրանտը ասում է, ինձ հետ նստած ուզբեկների, տաջիկների հետևից եկան իրենց դեսպանատների ներկայացուցիչները, իրենք հանեցին շատ արագ այս միգրացիոն բանտից, մեր հետևից որևէ մեկը չի գալի, որտեղ մեր մասին ոչ մեկին չեն ասում, չկա այդ աշխատակիցը ում պետք է դիմեն եւ մենք մեզ զգում ենք շատ անպաշտպան վիճակում։ Իսկ այսպիսի փոփոխություններից հետո մենք ունենք ընդհանուր պատկեր Հայաստան-Ռուսաստան այդ միգրացիոն հոսքերը ուր են տանում։ Նվազում ունենք 2 տարվա ընթացքում առնվազն այն մոտավոր հաշվարկները, որ իրականացվել է իմ կողմից, մոտավորապես 30%-ի նվազում ունենք արդեն։ Եվ նաև ունենք միտում, երբ այս միգրացիոն օրենսդրության խստացումների ռուբլու կուրսի անկման պարագայում բազմաթիվ անձինք, ովքեր նախկինում մեկնում են ՌԴ աշխատելու, հիմա փորձում են հնարավորություններ փնտրել կամ Հայաստանում, կամ այլ երկրներում, բայց այլևս չեն ցանկանում մեկնել Ռուսաստանի Դաշնություն։ Եվ ավարտելուց առաջ բերեք փորձենք օգտակար բան անել, հա, այս փոփոխությունները, որի մասին խոսեցինք, հունիսի 30-ից հետո սեպտեմբերի 1-ից, ինչից պետք է ապավագրել այն մարդկանց, ովքեր կարող են հայտնվել այս։ Գիտեք, եթե անձը այնուամենայնիվ պատրաստվում է մեկնել Ռուսաստանի Դաշնություն, աշխատելու կամ ապրելու այդ 72 ժամը պետք է 72 ժամը հստակ պետք է պահի։ Պետք է ինքը իմանա, որ հենց որ մուտք գործեց Ռուսաստանի Դաշնություն, անմիջապես մուտքի պահից սկսած ժամանակացույցը սկսում է աշխատել։ Շատ արագ պետք է անցնել այդ բոլոր պրոցեսներով, միգրացիոն հաշվառում, եթե աշխատելու նպատակով է մեկնել, այսինքն գնալ այդ բոլոր դակտակարտան հանել, բուժզննումը անցնել այդ բոլոր պրոցեդուրաներով, ունենալ աշխատանքային պայմանագիր եւ ամենակարևորը բնակվել այն հասցեում, որտեղ ինքը հաշվառվել է կամ հաշվառվել իր իրական բնակության հասցեում, որտեղ սա բերելու է անմիջապես հաշվառման, չեղարկման եւ մուտքի արգելքի ու արտաքսման։ Շնորհակալություն, որ եկաք այսօր։ Տաթևիկ Բեժանյան, միգրացիոն փորձագետ։